Այսօր մենք խոսելու ենք երկու տարբեր մայրցամաքներում տեղի ունեցած, սակայն բնույթով իրար շատ նման երկու արտակարգ իրավիճակների մասին։ Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգում մոլեգնող լայնածավալ անտառային հրդեհի և Հարավային Աֆրիկայի Քեյփթաունի միջազգային օդանավակայանում բռնկված հրդեհի մասին։ Երկու դեպքերն էլ ցույց են տալիս, թե որքան խոցելի կարող է լինել ժամանակակից աշխարհը թե բնության տարերքի, թե տեխնիկական ենթակառուցվածքների միջև։ Այս տեսանյութում մենք փորձենք ոչ միայն ներկայացնել փաստերը, այլ նաև հասկանալ, ինչու են նման աղետները դառնում ավելի հաճախակի, ինչ հետևանքներ կարող են ունենալ, և ինչ դասեր կարող են քաղել պետություններն ու հասարակությունները նման իրավիճակներից։ Միացյալ Նահանգներում, մասնավորապես Ֆլորիդա նահանգում, իրավիճակը վերջին օրերին դարձել է լրջագույն մտահոգության առարկա։ Էվերգլեյդ ազգային պարկում բռնկված խոշոր անտառային հրդեհը ստացել է ազգային հրդեհ բնորոշումը իր ծավալների և վտանգավորության պատճառով։ Այրվում է շուրջ 10,000 հեկտար տարածք և կրակը դեռևս լիովին վերահսկելի չէ։ Ֆլորիդան բառացիորեն ծխի մեջ է, տեսանելիությունը մի շարք շրջաններում կտրուկ նվազել է։ Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ քամուղության փոփոխության դեպքում ծուխը կարող է հասնել նույնիսկ հարևան նահանգներ։ Սա նշանակում է, որ խնդիրը այլևս տեղային չէ, այլ վերածվում է տարածաշրջանային ճգնաժամի։ Ֆլորիդայի կլիման ենթադրում է խոնավ միջավայր, սակայն տարվա որոշ շրջաններում, հատկապես 4 սեզոնի ընթացքում, բուսականությունը դառնում է խիստ դյուրավառ։ Այս տարի իրավիճակը ավելի է սրվել երկարատև չոր եղանակի և ուժեղ քամիների պատճառով։ Երբ օդի խոնավությունը ցածր է, իսկ բուսական ծածկույթը չորացած, նույնիսկ փոքր կայծը կարող է վերածվել լայնածավալ հրդեհի։ Արտակարգ իրավիճակների պատասխանատուները զգուշացրել են բնակիչներին, խստորեն արգելելով բաց տարածքներում աղբի այրումը, նույնիսկ ամենափոքր կայծը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Հրդեհի հետևանքով փակվել է միջպետական մայրուղու մի հատված։ Սա լուրջ հարված է ոչ միայն տեղական երթևեկությանը, այլև ամբողջ տարածաշրջանի լոգիստիկ համակարգին։ Ֆլորիդան զբոսաշրջային խոշոր ուղղություն է, և մայրուղիների փակումը կարող է ազդել տնտեսության վրա։ Երբ ծուխը նվազեցնում է տեսանելիությունը, ճանապարհները դառնում են վտանգավոր, ճանապարհային պատահարների հավանականությունը մեծանում է, այդ պատճառով իշխանությունները ստիպված են լինում կիրառել կանխարգելիչ միջոցառումներ, նույնիսկ եթե դա տնտեսական վնաս է պատճառում։ Փրկարները փորձում են վերահսկել կրակը, հերքելով տարածքները և ստեղծելով հակահրդեհային գոտիներ։ Սա ավանդական մեթոդ է, որը թույլ է տալիս դադարեցնել կրակի տարածումը, զրկելով այն վառելիքից, սակայն եթե քամին ուժեղանում է, իրավիճակը կարող է կրկին դուրս գալ վերահսկողությունից։ Հրդեհաշիժման աշխատանքներում ներգրավված են հրշեջներ, հատուկ տեխնիկա և օդային աջակցություն, սակայն երբ տարածքը մեծ է և բուսականությունը խիտ, նույնիսկ ժամանակակից տեխնոլոգիաները միշտ չէ, որ կարողանում են արագ արդյունք ապահովել։ Էվերգլեյդ ազգային պարկը եզակի էկոհամակարգ է, այն համարվում է աշխարհի ամենամեծ մերձարևադարձային ճահճային տարածքներից մեկը, այստեղ ապրում են բազմաթիվ հազվագյուտ կենդանիներ և բույսեր։ Խոշոր հրդեհը կարող է լուրջ հարված հասցնել կենսաբազմազանությանը։ Բացի անմիջական այրումից, ծուխը կարող է վնասել կենդանիների շնչառական համակարգերը, իսկ հողի տակ այրվող օրգանները շերտերը կարող են երկարաժամկետ վնաս հասցնել հողային կառուցվածքին։ Երբ նման տարածքներում հրդեհ է բռնկվում, վնասը կարող է վերականգնվել տասնամյակների ընթացքում։ Սա արդեն միայն տնտեսական հարց չէ, այլ բնապահպանական լուրջ խնդիր։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է անտառային հրդեհների աճ։ Գիտնականները հաճախ կապում են այս երևույթը կլիմայի փոփոխությունների հետ։ Ջերմաստիճանի բարձրացումը, երկարատև երաշտները և եղանակային ծայրահեղ երևույթները նպաստում են հրդեհների տարածմանը։ Ֆլորիդայի այս դեպքը ևս կարող է դիտարկվել այդ համատեքստում, եթե չոր շրջանները դառնում են ավելի երկար, իսկ անձրևները ավելի անկանոն, ապա նման աղետները կարող են դառնալ ավելի հաճախակի։ Մինչ Ֆլորիդայում պայքարում են բնական տարերքի դեմ, Հարավային Աֆրիկայում բռնկվել է այլ բնույթի հրդեհ, այս անգամ ռազմավարական ենթակառուցվածքում։ Քեյփթաունի միջազգային օդանավակայանում բռնկված հրդեհը խաթարել է միջազգային և ներքին չվերթները, թեև պաշտոնական հայտարարության համաձայն հրդեհը մարվել է, դրա հետևանքները զգալի են եղել։ ԱՔՍ-ն հայտարարել է, որ որպես նախազգուշական միջոց միջազգային մեկնումները ժամանակավորապես դադարեցվել են, իսկ մուտքային չվերթները վերահասցեագրվել են այլ օդանավակայաններ։ Սա լուրջ խնդիր է, հաշվի առնելով, որ Քեյփթաունի օդանավակայանը Հարավային Աֆրիկայում երկրորդ ամենածանրաբեռնվածն է։ Զբոսաշրջային հոսքը կարող է խաթարվել, բիզնես հանդիպումները հետաձգվել, իսկ հազարավոր ուղևորներ մնալ անորոշության մեջ։ Հրդեհը ազդել է ցանցային և տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների վրա։
Wi-Fi եւ այլ կարևոր համակարգերի խափանումը ցույց է տալիս, թե որքան մեծ է կախվածությունը թվային ենթակառուցվածքներից։ Ժամանակակից օդանավականը պարզապես շենք չէ, այն բարդ տեխնոլոգիական հանգույց է, որտեղ ամեն ինչ կառավարվում է համակարգչային ցանցով։ Նման համակարգերի խափանումը կարող է կատվածար անել ամբողջ գործընթացը։ Թեև Ֆլորիդայի եւ Քեյփթաունի դեպքերը տարբեր են, մեկը բնական աղետ, մյուսը ենթակառուցվածքային միջադեպ, երկուսն էլ ցույց են տալիս նույն բանը՝ ժամանակակից աշխարհը խիստ փոխկապակցված է եւ խոցելի։ Բնական աղետը կարող է խաթարել տրանսպորտը, տնտեսությունը եւ բնապահպանական հավասարակշռությունը, իսկ տեխնիկական միջադեպը կարող է կանգնեցնել միջազգային կապերը։ Ֆլորիդայում հրդեհը կարող է ազդել զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ ապահովագրական համակարգերի վրա։ Տնտեսական կորուստները կարող են հասնել միլիոնավոր դոլարների։ Քեյփթաունում չվերթների խափանումը կարող է վնաս հասցնել զբոսաշրջային սեզոնին։ Հարավային Աֆրիկան մեծապես կախված է միջազգային այցելություններից։ Բացի տնտեսական վնասից կա նաև հոգեբանական ազդեցություն, երբ մարդիկ տեսնում են, որ օդը լցված է ծխով կամ օդանավականը փակ է, առաջանում է անորոշություն եւ անհանգստություն։ Այս երկու դեպքերը հիշեցնում են, որ անհրաժեշտ է ներդրումներ կատարել կանխարգելման, արագ արձագանքման եւ ենթակառուցվածքների պաշտպանվածության ոլորտում։ Հրդեհների կանխարգելումը պահանջում է մշտական մոնիթորինգ, հասարակության իրազեկում եւ խիստ կանոնակարգում։ Օդանավականների դեպքում անհրաժեշտ է ունենալ կրկնակի համակարգեր, հրդեհային անվտանգության բարձր ստանդարտներ եւ արագ վերականգնման պլաններ։ Ֆլորիդայի մոլեգնող հրդեհը եւ Քեյփթաունի օդանավականի միջադեպը ցույց են տալիս, որ անկախ աշխարհագրությունից վտանգները կարող են ծագել ցանկացած պահի։ Բնությունը կարող է դառնալ անկանխատեսելի, իսկ տեխնոլոգիան խոցելի, սակայն պատրաստվածությունն ու պատասխանատու կառավարումը կարող են նվազեցնել ռիսկերը։ Այսօր առավել քան երբևէ կարևոր է համաշխարհային համագործակցությունը աղետների դեմ պայքարում։ Կլիմայական փոփոխությունների պայմաններում նման դեպքերը կարող են դառնալ նոր իրականություն։ Հետևաբար հարցը միայն այն չէ, թե որտեղ է բռնկվել հերթական հրդեհը, հարցը այն է, որքանով ենք մենք պատրաստ դիմակայել նման մարտահրավերներին, եւ հենց այստեղ է, որ սկսվում է ամենակարևոր քննարկումը ապագայի մասին։ Այսօր, երբ մենք կանգնած ենք աշխարհաքաղաքական, կլիմայական եւ տեխնոլոգիական մի խաչմերուկում, առավել քան երբևէ կարևոր է համաշխարհային համագործակցությունը, փոխադարձ աջակցությունը եւ գիտելիքների տարածումը աղետների դեմ պայքարի գործում։ Միայն համատեղ քայլերով կարող ենք հասնել այն նպատակին, որ յուրաքանչյուր արտակարգ իրավիճակ չվնասի մարդկային կյանքի եւ տնտեսությանը, եւ յուրաքանչյուր աղետ վերածվի դասի, չվնասելով ապագայի կառուցվածքը։ Հետևաբար, հարցը միայն այն չէ, թե որտեղ է բռնկվելու հաջորդ հրդեհը կամ պատահել միջադեպը, այլ այն, թե որքանով ենք մենք, մեր համայնքները եւ պետությունները պատրաստ դիմակայել նման մարտահրավերներին, պաշտպանել մարդկանց ու էկոհամակարգերը, կանխել տնտեսության կաթված եւ պահպանել բնական միջավայրը։ Հարցը այն է, թե որքանով ենք մենք պատրաստ ենթարկվելու փոփոխություններին եւ որքանով ենք համարձակ քայլեր ձեռնարկելու ապահովելու երկարաժամկետ անվտանգություն եւ կայունություն։ Եվ հենց այստեղ է, որ սկսվում է ամենակարևոր քննարկումը ապագայի մասին, ապագա, որտեղ բնական աղետները, տեխնոլոգիական խափանումները եւ մարդկային գործոնները բոլորը կարող են խաշվել, սակայն պատրաստվածությունը, գիտելիքը եւ համատեղ գործողությունները կկարողանան մեզ պահել վերահսկողության տակ։ Կսահմանափակվեն վնասը եւ կպահպանեն այն ամենը, ինչ մենք գնահատում ենք՝ կյանքը, անվտանգությունը եւ բնական միջավայրը։ Այս ամենը վկայում է, որ մեր հաջորդ քայլերը այսօր որոշում են վաղվա անվտանգությունը եւ հենց մեր պատրաստակամությունն է որոշելու, թե որքանով կկարողանանք դիմակայել ապագա մարտահրավերներին։